Շնորհակալություն, հարգելի հանձնաժողով, հարգելի նախագահ եւ հարգելի ներկաներ, թույլ տվեք ներկայացնել հանձնաժողովի անձնակազմի կողմից իրականացված եւ մշակված որոշման նախագիծը Հայաստանի էլեկտրական ցանցերի բանկ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի հզորության բաշխման համար 0092 լիցենզիան դադարեցնելու մասին։ 2025 թվականի հուլիսի 15-ին կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացվել է հաղորդում հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն։ Հանձնաժողովի նախագահ իր 2025 թվականի հուլիսի 18-ի վարչական վարույթ հարուցելու եւ կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին համար 1 որոշմամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, ինչպես էներգետիկայի մասին օրենքի, այնպես էլ հանձնաժողովի էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով եւ միաժամանակ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ընկերության ժամանակավոր կառավարիչ, մինչև նույն որոշմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտի ուժի մեջ մտնելը։ Հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 19-ի համար 290 որոշմամբ Տաշիր Կապիտալ ՓԲ-ն եւ Lormond Holding Limited ընկերությունը վարչական վարույթում ներգրավել են որպես երրորդ անձ։ Հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 10-ի համար 352 որոշմամբ 1 ամսով երկարաձգվել է վարչական վարույթի ժամկետը։ Վարչական վարույթի շրջանակում հանձնաժողովի կողմից իրականացված թվով 3 մոնիտորինգների, ինչպես նաև վարչական վարույթի մասնակիցների կողմից ներկայացված տեղեկությունների եւ փաստական տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրված խախտումները ընդհանրացված են ստորև ներկայացվող 6 կետերով։ Առաջին կետ. Աշխողի ավտոմատացված հաշվառման համակարգի, այն է ԲԱՀ-ի խափանում։ Ժամանակավոր կառավարիչը հայտնել է, որ իր կողմից նախաձեռնված գործընթացների, այդ թվում բազմակողմանի ոլորտային ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ 2025 թվականի հունվարի 2-ին ընկերության սերվերային համակարգում Կասկադ Էներգո ՍՊ-ի աշխատակիցների կողմից կատարված ծրագրային աշխատանքների ընթացքում ընդամենը 1 գործողությամբ ջնջվել են էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառման ավտոմատացված համակարգում 2018 թվականից գրանցված էլեկտրաէներգիայի հաշվարկի սարքերի արձանագրված տվյալներն ամբողջությամբ։ Արդյունքում ընկերությունում գրանցվել է տվյալների կորուստ Արդյունքում ընկերությունում գրանցվել է տվյալների կորուստ 2018 թվականի հունվարից մինչև 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի մասով։ Համաձայն հանձնաժողովի կողմից ցանցային եւ առևտրային կանոններով սահմանված իրավակարգավորումների ԲԱՀ-ը առնվազն պետք է ներառի սպառողների սպառման, բաշխման ցանց առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստույգ տեղեկատվություն, վերջինների սպառման քանակության, լարման մակարդակի եւ հզորության գործակցի վերաբերյալ 30 րոպեանոց միջակայքում։ Լինի հուսալի, որի ապահովման նպատակով նախատեսվել է հաշվառման տվյալների բազան առնվազն 3 ամիսը 1 անգամ արխիվացնելու եւ առնվազն 5 տարի պահպանելու վերաբերյալ պահանջ։ Ապահովի գրանցված տվյալների սահմանված կարգով հասանելիություն, լինի պաշտպանված ապահովելով տվյալների գաղտնիության պահանջները։ Այս առումով, կարևորելով կարգավորման գործառույթների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ, ինչպես նաև սպառողների համար հավաստի, հուսալի եւ անվտանգ էլեկտրոնային ավտոմատացված հաշվառման տեղեկատվության անհրաժեշտությունը, որը պետք է նպաստեր նաև բաշխման ցանցում կորուստների թիրախային բացահայտմանը եւ նվազեցմանը, հանձնաժողովը դեռևս 2016 թվականից համաձայնություն է տվել այդ ուղղությամբ կատարվող շուրջ 113 միլիարդ դրամ արժեքով ընդգրկուն եւ հսկայածավալ ներդրումային ծրագրին, որից փաստացի իրականացվել եւ սպառողների համար սահմանված սականգնում ներառվել է շուրջ 70 միլիարդ դրամը։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ ընկերությունը չի ապահովել ԲԱՀ-ին միացված շուրջ 700,000 սպառողների սպառման տվյալների ամբողջական գրանցումը եւ պահպանումը։ Ավելին, վարույթի շրջանակում պարզվել է, որ ԲԱՀ-ին փաստացի հասանելիություն ունեցած շուրջ 40 օգտատեր չեն ունեցել սահմանված կարգով տրամադրված համակարգին հասանելիություն ունենալու համար անհրաժեշտ թույլտվություն։
որպես հետևանք խախտելով նաև շուրջ 700,000 սպառողների սպառման վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության պահպանումը։ Արդյունքում փաստվել է, որ Բաշխողի կողմից խախտվել է ԲԱՀ-ի բնականոն աշխատանքի ապահովմանն ուղղված ԷԲՑ կանոնների 245-րդ կետով սահմանված հաշվարկի սարքերից ստացվող տվյալների գրանցման, դրանց պաշտպանվածության և հասանելիության ապահովման պահանջը։ Ավելին, սակագնի մեջ ներառված 70 միլիարդ դրամը ըստ էության, եթե ոչ ամբողջությամբ, ապա հիմնական արդյունքի մասով կորսվել է 700,000 սպառողների 7 տարվա տվյալների ջնջմամբ։ Երկրորդ կետ, թերգրանցումներ և հավելագրումներ։ Ժամանակավոր կառավարչի մի շարք գրություններով հանձնաժողով է ներկայացվել տեղեկատվություն առ այն, որ ընկերության մասնաճյուղերում իրականացվել են ստուգայցեր և մշտադիտարկում, որի արդյունքում Գեղամա, Արաքս, Ղարս և Դեբետ մասնաճյուղերի սպասարկման տարածքներում հայտնաբերվել են սպառողների սպառած կամ արտադրած էլեկտրական էներգիայի քանակի հավելագրումներ և թերգրանցումներ։ Վարչական վարույթի շրջանակում առևտրային հաշվարկի սարքերի ցուցմունքների անհամապատասխանություններ, հավելագրումներ և թերգրանցումներ, ինչպես նաև տարբեր եղանակներով վնասված հաշվիչների առկայությունը արձանագրվել են Գեղամա մասնաճյուղի Սևան էլեկտրական ցանցում, Արաքս մասնաճյուղի Արտաշատ և Մասիս էլեկտրական ցանցերում, Դեբետ մասնաճյուղում, Ղարս մասնաճյուղի Արթիկ, Անի, Ախուրյան և Գյումրի էլեկտրական ցանցերում։ Նշված խախտումները բացահայտվել են հետևյալ տեղեկատվություններով և փաստերով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ՓԲ-ի կողմից տրված առևտրային հաշվարկի սարքերի փորձաքննության եզրակացություններով, հաշվիչների գործարանային վերծանման եզրակացություններով, տվյալների բազայից ԱՑԲ-ս համակարգից դուրս բերված ծախսերի վճարումների և պարտավորությունների տեղեկանքներով, հաշվիչների ցուցատախտակների համապատասխան լուսապատկերներով, առևտրային հաշվարկի սարքերի ապահովակցման և փոխարինման ակտերով, գույքագրման ցուցմունքների ֆիքսման բլանկներով, վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգոարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի վերաբերյալ տեղեկատվություններով, ընկերության մասնաճյուղերի էլեկտրական ցանցերի աշխատակիցների բացատրություններով։ Համապատասխան փաստաթղթերով փաստվել է նաև Մասիս էլեկտրական ցանցի վարչական շենքի սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի 727,000 կՎտ հավելյալ ծախս 20 ամիս տևողությամբ։ Ժամանակավոր կառավարիչը ներկայացրել է նաև, որ 2023-25 թվականներին սեփական կարիքների համար սպառված էլեկտրական էներգիայի փաստացի քանակները գրանցվել են ոչ իրատեսական պլանային ծախսերին համապատասխան։ Ընկերության մոտ 5 տասնյակ վարչական շենքերից 6-ում իրականացվել են ստուգումներ և բոլոր 6 վարչական շենքերում էլ գնահատվել է 3,132,319 կՎտ հավելյալ ծախսի առկայություն 33 ամսվա կտրվածքով։ Արդյունքում, ընդհանուր առմամբ արձանագրվել է թվով 91 սպառողների մոտ գումարային մոտ 111,000 կՎտ հավելագրում, թվով 1116 սպառողների մոտ, որից 1101 արևային, գումարային 1,207,710 կՎտ թերգրանցում, ինչպես նաև ընկերության էլեկտրական ցանցերի թվով 7 վարչական շենքերի սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի փաստված 727,000 կՎտ և գնահատված 3,132,319 կՎտ հավելյալ ծախսեր։ Այսպիսով, ընկերության տարբեր էլեկտրական ցանցերում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տվյալների, դրանց վերաբերյալ տվյալ բացատրությունների, ինչպես նաև սեփական կարիքների համար կատարված հավելագրումները հիմնավորող փաստական տվյալների համադրումից ակներև է, որ հավելագրումների և թերգրանցումների մասով ընկերության դրսևորած ոչ իրավաչափ վարքագիծը եղել է համակարգված և համատարած։ Ինչպես հետևում է սույն վարույթում առկա ապացույցներից, ընկերության ոչ իրավաչափ վարքագիծը ունեցել է ընկերության անմիջական շահերից բխող կորուստների ցուցանիշները նվազեցնելու նպատակ։ Բացի այդ, առկա են եղել դժգոհություններ տրված ոչ իրավաչափ հանձնարարականների վերաբերյալ, սակայն, չնայած դրանց առկայությանը, վարքագծի դրսևորումները շարունակվել են։ Հատկանշական է, որ սպառողների նկատմամբ հավելագրումները իրականացվել են առավելապես հաշվիչների այնպիսի տիպերով,
որոնց դեպքում ներքին հիշողությունը հետագայում հնարավոր չէ ընթերցել։ Նշված արարքների համակարգված լինելու դեպքում միայն կարող էր ընկերության կողմից նախատեսվել որոշակի քանակ, այն ներկայացվել հանձնաժողով սակագնում ներառելու նպատակով, ապա սպառալ բոլորովին այլ առավել նվազ քանակ եւ այդ քանակի վերաբերյալ ներկայացնել ոչ հավաստի տեղեկատվություն։ Ըստ էության նպատակ հետապնդելով թաքցնել օբյեկտիվ իրականությունը, դրանով հանձնաժողովին որպես կարգավորողի զրկել համակարգի վիճակը ճիշտ գնահատելու եւ օբյեկտիվ իրականությունից բխող միջամտություն կատարելու հնարավորությունից։ Այլ կերպ, վերը նշված մեկ ընդհանրական նպատակին ուղղված ոչ իրավաչափ վարքագիծը ողջամտորեն կարող է վկայել կամ ընկերության ղեկավար կազմի կողմից համակարգված կամ նրանց կողմից ոչ բավարար ջանք գործադրելու ուղղակի հետևանք լինելու մասին։ Արդյունքում ընկերությունը խախտել է սպառողի սպառած եւ ինքնավար էներգոարտադրողի բաշխման ցանցառաքած էլեկտրական էներգիաների իրական քանակի ճշգրիտ գրանցումն ապահովելուն ուղղված ԵՄԱ կանոնների 75-րդ կետի պահանջը։ Ավելին, առավել անընդունելի է, որ հավելագրված եւ թերգրանցված ցուցմունքներով 1200-ից ավելի սպառողների շարքում են դպրոցներ, մանկապարտեզներ, անգամ զորամաս եւ ԱԱԾ զոր պահեստամաս։ Պահեստապարետատուն կներեք։ Երրորդ կետ միացումներ։ 2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ նոր միացման գործընթացների ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել սպառման համակարգները իրական ցանցին միացման ժամկետների խախտման 2187 դեպք, որոնցից 1862-ի պարագայում 2025 թվականի մարտի 31-ի դրությամբ սպառման համակարգը ընդհանրապես չեն միացվել էլեկտրական ցանցին, իսկ 323-ի Շատ լավ։ 2187 դեպքից 1864 դեպքի պարագայում շնորհակալություն 2025 թվականի մարտի 31-ի դրությամբ սպառման համակարգն ընդհանրապես չէր միացվել էլեկտրական ցանցին, իսկ 323 դեպքում միացվել էր ժամկետի խախտմամբ։ Նշված 1864 չմիացված դեպքերից 1641-ը, իսկ 323 ժամկետի խախտմամբ միացված դեպքերից 178-ը, ընկերությունը պարտավորվել էր պետական կամ տեղական պայմանավորել էր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործողություններով կամ անգործությամբ։ Հանձնաժողովի աշխատակազմը իրականացրել է ընկերության կողմից ներկայացված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վերաբերյալ տեղեկատվության հավաստիության մոնիտորինգ։ Մասնավորապես չմիացված կամ ժամկետի խախտմամբ միացված 1819 դեպքերից համակարգված ընտրանքի միջոցով ընտրվել է 609 դեպք, որոնց վերաբերյալ հարցվել եւ ստացվել է առավել մանրամասն տեղեկատվություն։ Սպառման համակարգի օրենսդրության պահանջներին համապատասխան էլեկտրական ցանցին միացումը սպառողների հիմնական իրավունքներից է եւ հանդիսանում է պետության կողմից սպառողների հուսալի եւ անխափան էլեկտրական էներգիա ստանալու իրավունքի իրացման երաշխիք։ Այդ առումով միացման ժամկետները կարևոր ցուցիչ են նաեւ միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանի Հանրապետության դիրքի ամրագրման համատեքստում։ Ավելին, միացման ժամկետների չպահպանումը որպես կանոն ուղեկցվում է պատճառվող նյութական վնասով, խոսքը սպառողների մասին է։ Վերը նշված փաստական տվյալների եւ իրական կարգավորումների համակողմանի վերլուծությամբ պարզվել է, որ ժամկետների խախտմամբ միացված 57 դեպքում միացման ուղղված աշխատանքների փաստացի տևողությունից համապատասխան հայտերի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գտնվելու ժամանակահատվածները նույնիսկ ամբողջությամբ հանելու պարագայում, այսինքն պատճառաբարությունը զրոյական դիտարկելու դեպքում, միևնույն է 28-ի դեպքում միացման ժամկետները խախտված են, իսկ չմիացված 534 դեպքում վերոնշյալ դիտարկմամբ 246 դեպքով առաջին եռամսյակին հաջորդող օրվա դրությամբ արդեն իսկ ժամկետները խախտված են։ Ընդ որում, ժամկետները հաշվարկելիս միացման ժամկետների ուշացման կամ խախտման համար ընկերության ներկայացրած մնացած բոլոր հանգամանքների, ինչպես օրինակ,
անվտանգության գոտիների խախտումների, սպառողների պատրաստ չլինելու, տույժերի վճարման եւ այլ նմանատիպ հանգամանքների հաշվառմամբ էլ նույնիսկ փաստվել է, որ ընկերության կողմից պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործողություններով կամ անգործության պայմանավորված էլեկտրական ցանցին միացման ժամկետների խախտման դեպքերից մոնիտորինգի շրջանակում ընտրված թվով 609 դեպքից 274 դեպքով խախտվել են ԵԲՑ կանոնների 170-րդ կետի պահանջը։ 4-րդ կետ. ոչ հավաստի տեղեկատվության տրամադրում։ Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունների հավաստիություն ուսումնասիրելու նպատակով վարչական վարույթի շրջանակում հանձնաժողովի աշխատակազմն իրականացրել է ևս 2 կարճաժամկետ մոնիտորինգ։ Մասնավորապես առաջինը օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 2 ընկած ժամանակահատվածում ընկերության գլխամասում, Գեղամա եւ Մուսալեռ մասնաճյուղերում իրականացվել է ընկերության կողմից սպառողների էլեկտրամատակարարման ընդհատումների քանակի եւ տևողության ցուցանիշների վերաբերյալ 2024 թվականի 4 եռամսյակների եւ 2025 թվականի առաջի եւ երկրորդ եռամսյակների տեղեկատվության հավաստիության մոնիտորինգ եւ երկրորդը սեպտեմբերի 16-ից 29 ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում, Կոտայքի, Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում իրականացվել է ընկերության 2021, 23 եւ 24 թվականներին փաստացի կատարված կապիտալացվող ծախսերով ձևակերպված ներդրումների մասին հաշվետվություններով ներկայացված աշխատանքների մոնիտորինգ։ Իմ նշած առաջին մոնիտորինգի շրջանակում իրականացվել է ընկերության տվյալների բազայում առկա, սպառողների հաշվառման քարտերում նշված էլեկտրամատակարարման ընդհատումների մասին տվյալների ընտրանքային կարգով համեմատություն եւ ընկերության սպառողների սպասարկման տեղեկատվական զանգերի կենտրոնի 180-ի ձայնագրությունների ուսումնասիրմամբ դուրս բերված սպառողների հաշվառման քարտի տվյալներով էլեկտրամատակարարման ընդհատումների վերաբերյալ տեղեկատվության համադրում ընկերության կարգավարական ծառայությունների օպերատիվ մատյաններում գրանցված տվյալների եւ հանձնաժողով ներկայացված տեղեկատվության հետ։ Իրականացվել է սպառողների հաշվառման քարտերից ընտրանքային կարգով դուրս բերված էլեկտրամատակարարման 1450 ընդհատման դեպքերի ուսումնասիրություն եւ արձանագրվել է, որ 207 դեպք բացակայում է հանձնաժողով ներկայացված տեղեկատվություններից, 40 դեպքում ընդհատումների տևողությունները սխալ են ներկայացված եւ 25 դեպքում հոսանքազրկված սպառողների տվյալը ճշգրիտ չէ։ Վերոնշյալի հիմքով ընկերությանը հանձնարարվել է վերանայել հանձնաժողով ներկայացված 2025 թվականի առաջի եւ երկրորդ եռամսյակների սպառողների էլեկտրամատակարարման ընդհատումների մասին եւ սպառողների հոսանքազրկումների քանակի եւ տևողության ՍԱԻԴ-ի, ՍԱԻՖ-ի եւ ԿԱԻԴ-ի ցուցանիշների մասին տեղեկատվությունը։ Ներկայացված տեղեկատվության եւ 2025 թվականի առաջի եւ երկրորդ եռամսյակների համար ընկերության կողմից նախկինում ներկայացված տարբերակների համեմատությունից պարզվել է, որ սպառողների էլեկտրամատակարարման ընդհատումների դեպքերի քանակը ավելացել է 617-ով ներկայացված հաշվետվությունում, իսկ դրանցից սնվող սպառողների քանակը մոտ 300,000-ով։ Արդյունքում աճել են նաեւ ՍԱԻԴ-ի եւ ՍԱԻՖ-ի ցուցանիշները։ Մյուս մոնիտորինգի շրջանակում 2021 թվականի հաշվետվությունից առանձնացվել են 110 կՎ լարման ենթականներում իրականացված վերազինման աշխատանքները եւ համադրվել 2023-2024 թվականների ներդրումային գործունեության հաշվետվություններում ներառված դրամական արտահայտությամբ համեմատաբար մեծ արժեք ունեցող աշխատանքներից պատահական ընտրանքի միջոցով ընտրվել են թվով 28-ը։ Այցելություններ են կատարվել Երևան քաղաքում, Կոտայքի, Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում գտնվող տարբեր էլեկտրատեղականքներ, ակնադիտական զննությամբ ուսումնասիրվել են կատարված աշխատանքները, տեղակայված սարքավորումները համադրվել են ներդրումների մասին ներկայացված հաշվետվությունների մեջ առկա տվյալների հետ, ստուգվել են նաեւ դրանց մագնշումները եւ գույքահամարները։ Ուսումնասիրվել են ընտրված աշխատանքների, ընկերության կողմից տրամադրված նախագծանախահաշվային, կատարողական եւ այլ փաստաթղթերը եւ համադրվել են փաստացի առկա իրավիճակի հետ։ Արդյունքում, ի թիվս այլնի արձանագրվել է, որ կենտրոնական 110-35 կՎ ենթակայանում լարման հանումով հողանցման թվով 3 ռեակտորները փաստացի չէին շահագործվում, Երևան քաղաքի Ադոնց 19-8 հասցեում կառուցված ենթակայանում տեղադրված 2 տրանսֆորմատորներից մեկը լարման տակ չէր,
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում նոր կառուցված 35-10 կիլովոլտ լարման ենթականում տեղադրված երկու հատ TMN 4035 կիլովոլտ տրանսֆորմատորներից մեկը 35 կիլովոլտ սարքավորումների հետ միասին դեռևս չէր շահագործվում։ Մինչդեռ հաշվետվություններով վերջիններս ամբողջությամբ ներկայացված են որպես շահագործման մեջ գտնվող կամ շահագործման հանձնված։ Ծաղկաձոր քաղաքում նոր կառուցված 35-10 կիլովոլտ լարման ենթականը սնուցելու նպատակով 2024 թվականին շահագործման հանձնված, այսինքն 1 տարվա ընդամենը, Մարմարիկ և Մեղրաձոր 35 կիլովոլտ երկշղթա-օդային գծի բոլոր երկաթյա հենասյունները գտնվում են կիսաժանգոտված վիճակում, ներկման աշխատանքները իրականացված են անորակ, գրեթե բոլոր հենասյունների երկաթբետոնե հիմքերը արտաքինից քայքայված են և գտնվում են անմխիթար վիճակում։ Առկա են կառուցման բազմաթիվ այլ խախտումներ, ընդ որում օդային գիծը շահագործվում է առանց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դրական եզրակացության։ Վերոգրյալի հաշվառմամբ արձանագրվել է, որ վերը բերված բոլոր 4 դեպքերով հաստատվել է խնդրու առարկա էներգատեղականքների շահագործման հանձնված չլինելու փաստը, մինչդեռ դրանք ընկերության կողմից ներառվել են սակագնով փոխհատուցման ենթակա ներդրումների ծավալներում։ Նշված երկու մոնիտորինգների արձանագրությունների առնչությամբ ժամանակավոր կառավարիչը հայտնել է, որ ընկերությունը սկզբունքային առարկություններ չունի և որ իր կողմից տրվել են հանձնարարականներ իրավիճակը շտկելու և հետագայում նմանատիպ երևույթները բացառելու ուղղությամբ։ Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի ներկայացուցիչ Արտուր Հովհաննիսյանը ներկայացրել է իմ նշած մոնիտորինգներից առաջինի արձանագրության վերաբերյալ դիրքորոշումներ, որոնց տրվել են համապատասխան պարզաբանումներ ամբողջությամբ ներառված են նախագծում։ Տաշիր կապիտալ ՓԲ-ի լիազորված անձ Արտուր Հովհաննիսյանը ըստ էության ընդունել է ներդրումների ուսումնասիրության շրջանակում վերարտանագրված հանգամանքները, մասնավորապես 35 կիլովոլտ լարման օդային գծի մասով հայտնելով, որ կապալառու կազմակերպությունը կշտկի թերությունները, իսկ լարման տակ չգտնվող էլեկտրատեղականքների մասով բերել է տեխնիկական բնույթի հիմնավորումներ, որոնք հանձնաժողովը թեև կասկածի տակ չի դնում, սակայն մյուս կողմից էլ չի հիմնավորում այն իրողությունը, որ փաստացի չշահագործվող տեղականքը ներկայացվել է որպես ավարտված և շահագործվող, որի ծախսը ենթակա է ներառման սակագնով փոխհատուցման ենթակա ներդրումների ծավալում։ Նշվածի համատեքստում կարևոր է ընդգծել, որ հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիտորինգները կարևոր են ոչ միայն ֆինանսական տեսանկյունից, այլև սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովման տեսանկյունից կամ որպես վերջիններից պահանջվող մակարդակի բացակայության արդյունք։ 2-ից 4 կետերով արձանագրվածով ընկերությունը ոչ հավաստի տեղեկատվություն է ներկայացրել հանձնաժողովին։ Առաջին, ընկերության կորուստների, սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի ծախսի, բաշխման ցանցմուտք գործով և առաքվող էլեկտրական էներգիայի, այդ թվում ինքնավար էներգարտադրողների կողմից բաշխման ցանց առաքած և սպառված էլեկտրական էներգիայի վերաբերյալ, երկրորդ, նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վերաբերյալ, երրորդ, սպառողների էլեկտրամատակարարման ընդհատումների հաճախականության և տևողության ցուցանիշների վերաբերյալ, չորրորդ, իրականացված ներդրումների մասով։ Հանձնաժողով ներկայացվող հավաստի և ամբողջական տեղեկատվությունը այն հիմնարար կարգավորման գործիքն է, որի հենքի վրա հանձնաժողովը ձևավորում է կարգավորվող ոլորտի վերաբերյալ ամբողջական օբյեկտիվ պատկեր, վեր է հանում ոլորտային խնդիրները, գնահատում է կարիքները և դրանց թիրախային ու հասցեական լուծման նպատակով ներդնում կարգավորումներ, լավարկում դրանք, կիրառում խթանիչ կամ ինտենսիվ միջամտության գործիքներ և այլն։ Այլ կերպ, հավաստի տեղեկատվության ներկայացումը առանցքային և որոշիչ նշանակություն ունի հանձնաժողովի կարգավորման քաղաքականության արդյունավետ իրականացման համար։ Նման ծավալով զանգվածային ոչ հավաստի տեղեկատվության ներկայացման արդյունքում հանձնաժողովի կողմից սխալ են գնահատվել բաշխման ցանցի ընթացիկ վիճակը, ընդհատումների իրական քանակը, կորուստների մեծությունները, ներդրումների փոխհատուցման ենթակա ծավալը, նոր սպառողների էլեկտրական ցանցին միացման խնդիրները, ինքնավար էներգարտադրողների կողմից բաշխման ցանց առաքված էլեկտրաէներգիայի քանակը,
Սակագների հաշվարկի հիմքում դրվող ցուցանիշները եւ այլն, ինչի արդյունքում աներկբայորեն խոչընդոտվել է կարգավորող մարմնի կարգավորման գործառույթների պատշաճ իրականացումը։ Ավելին, դրանք ընկերության գլխավոր տնօրենի կողմից նաև նախկինում արդեն իսկ ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացված լինելու, դրա համար հանձնաժողովի որոշմամբ արդեն իսկ պատասխանատվության ենթարկված լինելու եւ ոչ իրավաչափ վարքագծի շարունակականության փաստացի համադրումից հետևում է, որ ընկերության նման վարքագիծը ողջամտորեն կարող է վկայել կամ ընկերության կողմից համակարգված լինելու կամ որ ոչ պակաս ծանրության խնդիր է ընկերության առանցքային գործառույթների ուղղությամբ իրավիճակին չտիրապետման եւ կառավարման ամբողջական ձախողման մասին։ Հանձնաժողովի գնահատմամբ, որ ոչ իրավաչափ վարքագծի համակարգվածության մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ ընկերության ոչ իրավաչափ վարքագիծը բոլոր դեպքերում բխել է կամ կարող էր բխել ընկերության շահերից, մասնավորապես ընկերության կողմից փաստացի կարգավորողից թաքցված եւ սույն բարույթով հայտնի դարձած հանգամանքների հանձնաժողովին ներկայացված լինելու դեպքում արկա կլիներ ընկերության նկատմամբ նյութական կամ վարչական հետևանքներ կիրառելու իրավական եւ փաստական հիմքեր։ 5-րդ կետ՝ երաշխավորություններ։ Ժամանակավոր կառավարիչը մի շարք գրություններով հայտնել է, որ ընկերության ֆինանսատնտեսական փաստաթղթերի, այդ թվում միջազգային եւ հայաստանյան մասնավոր բանկերի հետ կնքված վարկային պայմանագրերի բազմակողմանի ոլորտային ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ընկերության կողմից տրամադրվել են երաշխավորություններ մի շարք կազմակերպությունների։ Միաժամանակ ներկայացվել է դրանց տրամադրումը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր, մասնավորապես թվով 14 երաշխավորության պայմանագրեր եւ ընկերության տնօրենների խորհրդի որոշումների թվով 7 քաղվածքներ, որոնց համաձայն միաձայն ընդունվել են ընկերության կողմից երաշխավորության գործարքներին հավանություն տալու վերաբերյալ որոշումներ։ Համաձայն նշված պայմանագրերի եւ քաղվածքների, ընկերությունը հանդես գալով որպես երաշխավոր պարտատերերին իդեմս ՀՀ գործող տարբեր բանկերի իրավունք է փոխանցել, իսկ վերջինս համապատասխանաբար ձեռք է բերել իր գույքի հետագա ճակատագրի կանխորոշման հնարավորություն վերապահող իրավունքներ։ Այդ թվում պարտապանի ստանձնած պարտավորությունների խախտման դեպքում տվյալ վարկատու կազմակերպություններում առկա դրամական միջոցների մասով ուղղակիորեն, նույնիսկ առանց ընկերությանը տեղեկացնելու, դրանց տնօրինման, իսկ դրամական այլ միջոցների եւ ընկերությանը պատկանող մնացած ամբողջ գույքի մասով դատական կարգով բռնագանձում տարածելու վերաբերյալ պայմանագրային իրավունքներ։ Արդյունքում կարող էր վտանգվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության բոլոր սպառողների էլեկտրաէներգետիկական էլեկտրաէներգիայի մատակարարումը, այլև Հայաստանի Հանրապետության տարածքում էներգիայի բաշխման համար նախատեսված միակ եւ մեկ ամբողջություն կազմող գույքը, այն է էլեկտրական էներգիայի բաշխման գծեր, ենթականներ եւ այլ սարքավորումներ, կարող էր հայտնվել այդ պայմանագրերի կողմ հանդիսացող բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների տնօրինման ներքո։ Դառնալով Հայաստանի Հանրապետության առջև հանրապետության ամբողջ տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի բաշխման պարտականություն եւ անհրաժեշտ փորձ չունեցող անձանց սեփականությունը։ Նշվածն առավել խնդրահարույց է դառնում հաշվի առնելով, որ գաղտնի ռեժիմով երաշխավորությունների ստանձնման արդյունքում ընկերությունը շրջանցել է նաև միջազգային ֆինանսական այլ կառույցների ԱԶԲ, ԲԶԵՊ, ՄՖԿ կողմից սահմանված արգելքը, որոնց օգտին գրավադրված են ընկերության ամբողջ բաժնետոմսերը։ Նշվածովս եւս փաստվում այն հանգամանքը, որ իրեն պատկանող ամբողջ գույքով երաշխավորությունների ստանձնմամբ ընկերությունը իր հետագա գործունեության համար առաջացրել է այնպիսի ռիսկեր, որոնցով կարող էր վտանգել ամբողջ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի եւ անվտանգ գործունեությունը։ Այսպիսով, հանդիսանալով էլեկտրաէներգետիկական համակարգում բացառիկ եւ եզակի դեր ունեցող սուբյեկտ, որն ունի հենց իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի միջոցով
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի բաշխման բացառիկ պարտականություն դրսևորել է վարքագիծ, որով կարող էր վտանգել ոչ միայն Հայաստանի Հանրապետության բոլոր սպառողների էլեկտրաէներգիայի մատակարարումը, այլև Հայաստանի Հանրապետության տարածքում առհասարակ էլեկտրական էներգիայի բաշխման համար նախատեսված միակ եւ մեկ ամբողջություն կազմող իրեն սեփականության իրավունքով պատկանող բացառիկ նշանակության գույքը։ Ավելին, խախտելով էներգետիկայի մասին օրենքի 27-րդ հոդվածով սահմանված հանձնաժողովի նախնական համաձայնությունը ստանալու պահանջը, Բաշխողը զրկել է հանձնաժողովին այդ գործարքներից բխող ռիսկերի հաշվառմամբ դրանց համաձայնություն չտալու բացառիկ իրավասության իրականացնելու հնարավորությունից։ 6-րդ կետ։ Բաշխման ցանցի շահագործում ու կառավարում արդյունավետ տնտեսապես հիմնավորված եւ համակարգված եղանակով։ Վարչական վարույթի շրջանակում արձանագրվել է, որ ընկերությունն իրեն պատկանող դրամական միջոցներով եւ ամբողջ շարժական եւ անշարժ գույքով ստանձնել է բազմաթիվ երաշխավորություններ, իր հետ ենթադրյալ ընդհանուր տնտեսական շահ ունեցող ընկերությունների տարբեր ժամանակահատվածերում շուրջ 700 միլիոն դոլարը գերազանցող բանկային պարտավորությունների դիմաց։ Տվյալ ընկերությունների համար ստեղծելով տնտեսապես չհիմնավորված արտոնյալ պայմաններ, շուկայական դիրքի արհեստականորեն բարելավում, ընկերության կարիքների համար հայտարարված գնման գործընթացում հաղթող ճանաչվելու նախադրյալներ եւ տնտեսական փակ շղթայի ստեղծում, որպես հետևանք ունենալով ընկերությունից դրամական միջոցների արտահոսք։ Այսինքն, ընկերությունը իրեն սեփականության իրավունքով պատկանող ամբողջ բաշխման ցանցը ծառայեցրել է իր գործունեությանը ընդհանրապես չառնչվող անձանց ֆինանսավորմանը, ընկերության հետագա գործունեության համար ստեղծելով լրջագույն ֆինանսական ռիսկեր։ Արդյունքում, Բաշխողը, անտեսելով իրեն վերապահված բացառիկ դերից բխող կարևորագույն պատասխանատվությունը, իրականացրել է բնական մենաշնորհային համարվող բաշխման ցանցի բացառապես ոչ արդյունավետ, տնտեսապես չհիմնավորված կառավարում եւ շահագործում, վտանգելով նվազագույն ծախսումներով երկարաժամկետ կտրվածքում սպառողների անխափան էլեկտրամատակարարման ապահովումը, ինչը իրականացրել է համակարգված կերպով։ Երկրորդ, վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ ընկերության համար նախագծեր եւ նախահաշիվներ կազմող կազմակերպության Պոլիոս նախագծային ինստիտուտ ՓԲ-ի գործունեության ուսումնասիրության արդյունքում վերհանվել է, որ վերջինիս կազմած նախահաշիվները որոշ դեպքերում ուռճացված են։ Մասնավորապես, բաշխման ցանցի կառուցման ժամանակ հաշվարկվել է ավելի բարձր նախահաշվային արժեք եւ վճարվել է մի շարք աշխատանքների դիմացք, որը նույնիսկ չի էլ կատարվել, ինչը եւ տնտեսապես չհիմնավորված է եւ անարդյունավետ։ Երրորդ, ժամանակավոր կառավարիչը ներկայացրել է ընկերության կարիքների ապահովման նպատակով հայտարարված բարձր եւ ցածր լարման 7 տեսակ կցորդիչների խմբականակի ձեռքբերման մրցույթի արդյունքները, ըստ որի Մետադոր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներկայացրել է վերջնական գնառաչարք 58.5 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով։ Ընդ որում, ընկերության գնումների պլանով նշված ձեռքբերման համար նախատեսված էր մոտ 129 միլիոն ՀՀ դրամ։ Այսինքն, մրցույթի արդյունքում խնայվել է շուրջ 70 միլիոն ՀՀ դրամ գումար։ Մրցույթի արդյունքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ թեև ընկերությունը ձևական առումով պահպանել է հանրային կազմակերպությունների գնումների կարգերի նկատմամբ պահանջները, այնուամենայնիվ լրացուցիչ ջանքեր չի գործադրել շուկայում առկա բոլոր առաջարկները վերհանելու եւ մրցույթի թափանցիկությունը ապահովելու համար, արդյունքում նախկինում նշված կցորդիչները ձեռք է բերել շուկայական արժեքից բարձր գնով եւ նույնը նախատեսել էր նաեւ 2025 թվականի համար։ 4-րդ, վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ ընկերության գեղամա եւ դեբետ մասնաճյուղերում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերության բազմաթիվ աշխատողներ իրենց լիազորությունները կատարելու փոխարեն մասնաճյուղի ղեկավար կազմի հանձնարարությամբ աշխատանքներ են իրականացրել մասնաճյուղի սպասարկման տարածքում գործունեություն ծավալած կազմակերպությունների, ինչպիսիք են Ինտեկո Էներգո, Արեբ Construction ՓԲ-ն կարիքների համար։ Բացի այդ, ընկերությանը պատկանող հատուկ տեխնիկան ծառայեցվել է մասնաճյուղի սպասարկման տարածքում գործունեություն ծավալած նույն կապալառու կազմակերպությունների կարիքների համար,
ինչի արդյունքում դրանց սպասարկման եւ վերանորոգման համար գոյացել են մեծ ծախսեր։ Այսինքն, ընկերությունը իր բնական մենաշնորհային դիրքից եւ վերապահված բացառիկ իրավունքներից բխող հսկայածավալ ռեսուրսները օգտագործել է իր հետ ենթադրյալ ընդհանուր տնտեսական շահ ունեցող այն անձանց տնտեսական բնականon գործունեության ապահովման համար, որոնք հանդիսացել են իր կապալառու ընկերությունները։ 5-րդ. Ժամանակավոր կառավարիչը հայտնել է, որ վարչական վարույթի շրջանակում իրականացվել են ընկերության եւ կապալառու կազմակերպությունների հետ կնքված տրանսպորտային միջոցների վարձակալություն եւ սև ու գունավոր մետաղների, ինչպես նաեւ այլ տիպի թափոնների վաճառքի պայմանագրերի ուսումնասիրություններ, որի արդյունքում արձանագրվել է, որ ընկերությունը ունի խոշոր դեբիտորական պարտավորություններ, ներկայացված պայմանագրերի եւ հաշիվների համաձայն նշված պայմանագրերի գծով 2025 թվականի հուլիսի 18-ի դրությամբ կուտակված պարտավորությունները կազմել են շուրջ 190 միլիոն դրամ, որից ժամանակավոր կառավարչի ներկայացրած պահանջների արդյունքում մարվել է ավելի քան 100 միլիոն դրամը։ Հարկ է ընդգծել, որ չհավաքագրելով դեբիտորական պարտավորությունները, ընկերությունը ռիսկի տակ է դնում իր դրամական հոսքերը եւ իր ընթացիկ գործունեության ապահովման համար ստիպված է լինում ներգրավել փոխառու միջոցներ։ 6-րդ. Ժամանակավոր կառավարիչը հայտնել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ընկերության սպասարկման տարածքում առկային ԲԱ համակարգում ընդգրկված միջստուգաչափման ժամկետը անցած շուրջ 64000 հաշվիչներ, որոնց նորոգումը պետք է իրականացվի Կասկադ Էներգո ՍՊ-ի կողմից։ Սակայն նշված աշխատանքները դադարեցվել են օգոստոսի 4-ից եւ վերսկսվել են ցածր տեմպով հոկտեմբերի 8-ից, որի արդյունքում ընկերության պահեստում կուտակվել են 20000 նորոգման ենթակա հաշվիչներ։ Այսինքն, ընկերությունը ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի կարևորագույն բաղադրիչ համարվող ամբողջ հաշվառման համակարգի տեղադրումն ու սպասարկումը պատվիրակել է մի ընկերության, որի հետ ունի ենթադրյալ ընդհանուր տնտեսական շահ եւ ստեղծված իրավիճակում վերջինիս հնարավորություն է տվել կամայականորեն չկատարել պարտավորությունները եւ ռիսկի տակ դնել ԲԱՀ-ի աշխատանքը։ 7-րդ. Ժամանակավոր կառավարիչը հայտնել է, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ 2026 թվականի փետրվարի 24-ի ընկերության եւ Արտշին բանկ փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է ՀԵՑ ՓԲ-ի հատուկ հաշվի վարման մասին պայմանագիր, որը ի տարբերություն նշված պայմանագրի ընկերության եւ ՎՏԲ Հայաստան բանկ փակ բաժնետիրական ընկերության միջև նախկին 2021 թվականի փետրվարի 15-ին եւ 2013 թվականի ապրիլի 4-ին կնքված համաձայնագրերով հատուկ հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու դիմաց բանկի կողմից վճարվել են համապատասխան տոկոսներ, ինչը չի արվել նոր պայմանագրով։ Վարչական վարույթի շրջանակում ներկայացված հիմնավորումներով եւ հանձնաժողովում առկա ընկերության վարկային պայմանագրերի ուսումնասիրմամբ փաստվել է, որ սպառողներից հավաքագրված եւ հատուկ հաշվին մուտքագրված գումարները ընկերության համար որևէ լրացուցիչ հասույթ չեն գեներացրել, հատուկ հաշիվը սպասարկող բանկի կողմից ընկերության համար արտոնյալ պայմաններ չեն ապահովվել, ինչը եւս վկայում է ընկերության ոչ արդյունավետ եւ ոչ տնտեսապես ոչ հիմնավորված կառավարման մասին։ 8-րդ. Ժամանակավոր կառավարիչը հայտնել է, որ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային տեսչական մարմնի կողմից, հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից 2025 թվականի օգոստոսի 21-ից 25-ը ընկերության մի շարք ենթակայաններում իրականացվել է զննում, էներգետիկայի եւ էներգասպառման, ինչպես նաեւ հրդեհային անվտանգության բնագավառում նորմատիվ ակտերի պահանջների կատարման նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ եւ տրվել են դրանց վերացնելու հանձնարարականներ։ Վերոգրյալի արդյունքում փաստվել է, որ վերոգրյալ 8 կետերով ներկայացվածի արդյունքում ընկերության կողմից վերը նշված յուրաքանչյուր կետով խախտվել է լիցենզիայի պայմանների 5-րդ կետի 3-րդ ենթակետով, որպես բաշխման գործունեության գործառույթ սահմանված, Բաշխողի կողմից սպառողների անխափան էլեկտրամատակարարումը նվազագույն ծախսումներով
Երկարաժամկետ կտրվածքում ապահովելու նպատակով բաշխման ցանցի կառուցումը կամ վերակառուցումը, բաշխման ցանցի սպասարկումը, շահագործումը, կառավարումը, պահպանումը, բարելավումը արդյունավետ տնտեսապես հիմնավորված եւ համակարգված եղանակով իրականացնելու պահանջը։ Եվ որպես ամփոփում, որոշման նախագծում մանրակրկիտ անդրադարձ է կատարվել վարչական վարույթի ընթացքում հաստատված իրավախախտումներից յուրաքանչյուրի առաջացրած հետևանքներին եւ դրանց հաշվառմամբ համարժեք պատասխանատվության միջոցների ընտրությանը։ Ամբողջ վերագրյալի հաշվառմամբ հիմք ընդունելով ընկերության դերը, նրա կողմից թույլ տրված խախտումների բնույթը, դրանցից բխող ռիսկերը եւ դրանց առաջացրած հետևանքները, ինչպես նաև որոշման նախագծով արձանագրված տարբեր խախտումների համար արդեն իսկ օրենքով սահմանված առավելագույն տուգանքի չափով պատասխանատվության ենթարկված լինելու, սակայն տարիներ շարունակ նույն ոչ իրավաչափ վարքագիծը կրկնելու հանգամանքները, հանձնաժողովի աշխատակազմը կազմել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է. Առաջին, նախագծի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և վեցերորդ կետերով արձանագրված խախտումների համար էներգետիկայի մասով օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, իսկ 5-րդ կետով արձանագրված խախտման համար էներգետիկայի մասին օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, որպես յուրաքանչյուր խախտման համար առանձին պատասխանատվության միջոց, դադարեցնել ընկերության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով։ Երկրորդ, ընդունել ի գիտություն, որ էներգետիկայի մասին օրենքի 52-ի 1 հոդվածի 6-րդ մասի համաձայն ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածը շարունակվում է մինչև նույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործընթացների ավարտը, հաշվի առնելով, որ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշմամբ հանձնաժողովը չի նշանակում այլ կառավարիչ։ Երրորդ, առաջարկվում է որոշումը ուժի մեջ դնել 2025 թվականի նոյեմբերի 14-ից։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ որոշման նախագծում առկա են վրիպակների և տարածքալների ուղումներ և տեխնիկական բնույթի այլ շտկումներ, առաջարկվում է քվեարկության դնել նախագծի խմբագրված տարբերակը նշված փոփոխություններով հանդերձ։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, անցնում ենք